Դիանա Գրիգորյանի վերջին զանգասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե ինչպես է վերջապես պարզվելու, որ Հենրին ու Անգելինան իսկապես քույր ու եղբայր չեն։ Բայց դեռ այս սուտը բավական երկար ժամանակ է տևելու և հեռուստադիտողները դեռևս տեսնելու են Հենրիի ու Անգելինայի տառապանքը։ Դեռ ինչ-որ սերիաներ նրանք տառապելու են և փորձելու գտնել ճանապարհներ, թե ինչպես կարող են պարզել իրականությունը։ Աննան ձեռքերը ծալած չի նստելու և Հենրին արդեն կասկածների սերմերը գցել է Աննայի սրտում և նա կփորձի բացահայտել ողջ ճշմարտությունը, որի հետևանքով հենց Աննային մեծ սթրես ու հետաքրքիր բացահայտում է սպասվում։ Շատ շուտով Աննան գտնելու է փաստաթղթեր ու պարզելու, թե երբ է ծնվել Անգելինան, որ օրը, որ հիվանդանոցում, իսկ այդքան համընկնումներ հնարավոր չէ, և այդ կասկածի սերմերը, այսպես ասած, ծիլ են տալու և Աննան պարզելու է, որ Անգելինան իր հարազատ դուստրն է, այն դուստրը, ով մեծացել է իրենից հեռու հենց Միքայելի շնորհիվ։ Աննան խաբված է բոլորի կողմից, իր հարազատ հորաքրոջ, ծնողի, իր կողքի տղամարդու։ Ինչ է սպասվելու Աննային, երբ բացահայտվի, որ այն հորաքույրը, ում սերն ու ջերմությունը նա տվել է ամբողջ կյանքի ընթացքում, տեղյակ է եղել, որ իր սիրած տղամարդը՝ Սոսը, ոչ միայն ողջ է, այլև ամուսնացել է իր հարազատ քրոջ՝ Լիլիթի հետ։ Այդքանից հետո նա ինչպես կունենա Միքայելի երեխային։ Իհարկե, հեռուստադիտողների մեծ մասը կարծում են, որ այսքան սթրեսներից հետո Աննան հնարավոր է կորցնի երեխային։ Իհարկե, դեռ պարզ չէ այս կարծիքներից որն է ճշմարիտը, բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ միացեք մեզ միասին բացահայտելու։ Կլինի այնպիսի մի դեր, որից կհրաժարվեք։ Իհարկե, լիքը դերերից կհրաժարվեմ, որովհետև ընդհանրապես կապ չունեն արվեստի հետ, սերիալի հետ, գեղարվեստականի, ոչ մի բանի հետ կապ չունեն, իմաստ չեմ գտնում։ Խոսքը նրա մասին չի, որ գովազդ լինի կամ եւ այլն։ Խոսքը այն անիմաստ նկարահանվող սերիալների ու ֆիլմերի մասն է, որը ոչ մի բանի մասին չի խոսում, ընդամենը կրիմինալ է ու չես հասկանում ինչի համար, ինչ սովորացրեց, ինչ տվեց, ոչ մի բան երևի։ Ինչ կերպար կցանկանայի խաղալ ապագայում։ Աստղ ինչ կերպար կցանկանայի խաղալ ապագայում։ Սենց լուրջ գայմք, որ իրա վրա ոչինչ բան չեն կասկածում, բայց ինքը շատ ուժեղ մարդասպան է։ Ու վերջում է բացահայտվում, որ ինքը մարդասպան է, բայց էլի մարդիկ չեն հավատում։ Այդ տենց խաղացել է, հա։ Հենց այդ էլ ուզում եմ։ Իրական կյանքում եք սիրում շատ ուտել։ Չէ, ընդհանրապես չեմ ուտում։ Բարև բոլորին, եկել եմ պատմեմ, թե ինչքան եմ սիրում իմ մասնագիտությունը, չնայած նրան, որ հիվանդ մեռնում եմ, արթնացել եմ, ոնց միշտ խեղդվելով ընդունում եմ առավոտվա սիստեման, բայց նկարահանմանը մինչ անհետաձգել է ու այս տնային բոմժիկից պիտի ստանայի այս տեսքը, շատ դժվարությամբ ինձ դա տրվեց, դրա համար ընթացքում անգամ փոխվել եմ, այստեղ սպասում եմ տաքսիս, գնում եմ, նկարահանվում եմ, հետո բախտս բերեց, որ նկարահանման շարունակությունը Յանայի տանն էր, իսկ դա մեր տունն է, այնպես որ հավաքված են բոլորը, իմիջիալոց շատ կարոտել էի բոլորին ու համել նկարահանումները, որովհետև վաղուց չէի նկարահանվել։ Նու մի շաբաթ էլի, մի քանի ժամից հետո վերջացրեցինք նկարահանումները, իրական հավաքել էի իմ ամբողջ վերջին ուժերը, որպեսզի նկարվեմ ու նկարահանումից հետո ուղղակի թուլացա, չեք պատկերացնում, ջերմությունս բարձրացավ նորից սկսեցի խեղդվել ու անցանք արդեն իմ գիշերային սիստեմային ու այսպես եւս
5 օր պիտի շարունակեմ իմ այս բուժումը։ Թոքաբորբը շատ վատ բան է։ Ձեզ լավ նայեք, ուշադիր եղեք, չհիվանդանաք։ Պաչիկներ, հաուսա բողոք չէր, ուղղակի ասում եմ, թե ինչքան շատ եմ սիրում իմ մասնագիտությունը։ Ուրեմն դուրս եմ գալիս, որ գնամ նկարահանման, մեկ է տեսնում եմ մեր բակում, մյուս խումբը նկարում է այն օրվա շարունակությունը։ Դուրս եմ եկել հենջիս ստեղ։ Այն որ շատ եք ասում, ինչ եք անում, որ դերասան եկելի թոքաբորբով, ջերմությունով, գնում եմ նկարահանման։ 5 օր տանից դուրս չեմ եկել, սիստեմաները, որ ընդունում եմ, այդ գնում եմ նկարահանման։ Բայց չեմ բողոքում, ես մեկը սիրում եմ իմ աշխատանքը։ Ես ձեզ ասում էի, չէ, որ այսօր հրաշալի երեկո է մեզ սպասվում ու ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ էմոցիաներով, երդվում եմ վաղուց այսքան հպարտություն, այսքան ոգևորություն, մի խոսքով ամեն ինչ միախառնվել էր իրար, այսքան էմոցիոնալ օր վաղուց չէի ունեցել ու անչափ շնորհակալ եմ այն աստվածատու տաղանդի համար մամի, որ բոլորիս սենց օր բարգևեց։ Մեծ լավ եմ, իսկ ինչ եք պատկերացնում։ Պաշտում եմ տաղանդավոր մարդկանց, պաշտում եմ։ Ողջույն բոլորին, այս պայն ես ուզում եմ ձեզ տանոթացնել մի անձնավորության հետ, աշխատանքը դուք ամեն օր պարբերաբար տեսնում եք, բայց իրեն չեք ճանաչում, ով է նա այն անձնավորությունն է, ով վարում է և իմ և վերջին զանգը հեռուստասերիալի էջերը, ձեր բոլոր հարցերին պատասխանում է նա, եթե ինչ-որ հարցերի հետ են համամիտ չեք, ավելի շուտ պատասխանների հետ համալուտ չեք, ես մեղավոր չեմ, մեղավոր ինքն ենք մեր հանդիսանում եմ մեր հեռուստասերիալի երկրորդ ռեժիսորը։ Այ ինքնա, որպես որ բոլոր հարցերով դիվեր է, բոլոր նկարահանման հրապարակից բոլոր հատվածները, բոլոր ստացված և չստացված կադրերը, բոլոր հետաքրքիր, մի խոսքում է, որ էջի հետաքրքիր վարում են և մեր էջի տողականությունը դուք իհարկե տեսել եք, շնորհի վիրել, գայանս։ Շատ հիվանդ տանից դուրս եմ եկել, գնում եմ բժշկի, այս շոքին ստիպված եմ, սենց կապիշոնով ակնոցով, որ չճանաչեն, որովհետև ընդհանրապես ֆորմայի մեջ չեմ, բայց ինքամ այսպես են ճանաչում, ձայնս, ինչից իրականում ուրախանում եմ, որ անգամ այսպես մարդիկ ճանաչում են, լավ բաներ են ասում, ուղղակի կներեք, այս պահին ընդհանրապես ֆորմայի մեջ չեմ, որպեսզի նկարվեմ ու մեղացրել եմ, կներեք։